Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Նամակ է գրել ու վերջնագիր ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին երկամսյա վերջնաժամկետ նոր միջուկային համաձայնագրի կնքման համար։ Թրամփի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրները հաստատում են, եթե Իրանը մերժի Թրամփի առաջարկը եւ չբանակցի, ապա իր միջուկային օբյեկտների դեմ ԱՄՆ-ի կամ Իսրայելի ռազմական գործողությունների հնարավորությունները կտրուկ կմեծանան։ Այսպիսի սցենարը նորություն չէ Իրանի համար, վտանգներից չի վախենում։ Թեհրանից փորձագետ է ասում, եթե գործը հասնի ռազմական բախման, ապա Իրանը չի վարանի արժանի հակահարված տալ։ Իրանը ճանաչելով այս մյուս կողմը եւ դարիներ շարունակ ինքը պատրաստ է նման սպառնալիքներին չզուգացնելու համար եւ Իրանը իր դիրքերը չի թույլատնի եւ ինքը ամուր իր դիրքերի վրա իր կարմիր գիծերի վրա կմնա։ Մեր հարևան Իրանի շուրջ այս վտանգավոր զարգացումներին զուգահեռ կարծես իրականում հողի վրա առաջ չեն գնում Երևան-Բաքու հարաբերությունները։ Խաղաղության փաստաթղթի հաստատման լուրը իր փայլն արագ կորցրեց, երբ Ադրբեջանից ասացին ստորագրման համար կարևորը ոչ թե հենց փաստաթուղթն է, այլ նախապայմանները, որոնք Հայաստանը պիտի կատարի։ Մյուս կողմից սկսեցին ստեր տարածել, թե Հայաստանը կրակում է սահմանին։ Բացահայտ հետքեցին մեր երկրում եվրոպական դիտորդները։ Հետո վարչապետի աշխատակազմը հայտարարություն տարածեց, որ մեր զինված ուժերը կրակելու հրաման չունի, հավելեցին խաղաղության օրակարգին մնում ենք հավատարիմ, նաև պատրաստ ենք Ադրբեջանը Նախիջևանի ինքնավար հանրապետությանը կապող ճանապարհ տրամադրել։ Այսօր էլ Փաշինյանը Facebook-ում նոր առաջարկ արեց Ալիևին։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է եւ սպասում է ստորագրման։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկում եմ սկսել խորհրդակցություններ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ։ Պաշտոնական Հայաստանը շտապում է, նույնը դժվար է ասել Ադրբեջանի մասին։ Ալիևը դեռ ժամանակ է ձգում, մտքից չի հանում Զանգեզուրի միջանցք կոչվածը։ Իդեպ այստեղ Ադրբեջանի լուրջ հակառակորդը Իրանն է, որը կարող է ամերիկյան սցենարով Ադրբեջանի բարեկամ Իսրայելի հետ հակամարտության ճակատ ունենալ։ Այստեղ էլ ըստ քաղաքագետի պարզ է կշահեն մեր հարևանները։ Մեր տարածաշրջանում Միացյալ Նահանգների քաղաքականության ամենակարևոր երկիրը դա Իսրայելն է, ամեն ինչ ենթարկվում է Իսրայելի շահերին, իսկ Իսրայելի թշնամին Իրանն է, այսինքն մի կողմից մենք ունենք Իսրայել, Ադրբեջան, Թուրքիա, Միացյալ Նահանգներ, Բրիտանիա դաշինքը, մյուս կողմից մենք ունենք Ռուսաստան եւ Իրան դաշինքը։ Ցավոք սրտի մեզ համար մեր թշնամիները այդ առաջի դաշինքի մաս են կազմում։ Եթե պարզ ասենք, ապա Իրանը հնարավոր հարձակման դեպքում ստիպված կլինի կռվել մի քանի թշնամու դեմ, ու որպես տարածաշրջանային խաղացող չի կարող որևէ սաստման մեխանիզմ գործի դնել Ադրբեջանի նկատմամբ։ Բացված պատուհանը կարող է օգտագործել Ալիևը, ինչի համար էլ հող է նախապատրաստում նաև հիմա։ Իրանը այն վերջի պետությունն է, որը դեռ դիմադրում է Իսրայելի էքսպանսիային մեր ռեգիոնում։ Եվ եթե դա լինի, կամ դրանից առաջ, կամ դրանից հետո, Ադրբեջանը կարող է ուժ գործածել, դա բարենպաստ իրավիճակ կստեղծի Ադրբեջանի համար հարձակվել Զանգեզուրի վրա։ Աշխարհաքաղաքական այս պայմաններում դժվար է ասել, ինչ հաշվարկներ ունի Հայաստանի իշխանությունը, երբ օրը մի քանի անգամ Ալիևին հրավիրում է խաղաղության պայմանագիր ստորագրելու, եւ ինչ հաշվարկներ ունի Ծավալապաշտ Ալիևը, որի խոսքում միայն սպառնալիք ու մերժում ու պահանջներ ու սուտ է։ Համագործակցության 0 տար կա ու ինչպես ինքն է ասում, զրոյական վստահություն Հայաստանի նկատմամբ։ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը նախ X-ում գրեց. Սկսվել է Հայաստան իր այցը G7-ի եւ Եվրամիության երկրների դեսպանների հետ։ Գրառման մեջ հստակ ընդգծեց. Հայաստանի ժողովրդաբար դաշնակիցները պետք է հասկացնեն Ադրբեջանին, որ եկել է Հայաստանի հետ կայուն խաղաղության շուրջ համաձայնության գալու ժամանակը։ Հետո Իջևանում ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը պատասխանեց լրագրողների հարցերին։ Պաշտոնյան ցանկանում է, որ Ադրբեջանը օր առաջ կնքի խաղաղության համաձայնագիրը, որովհետեւ ինչ խնդիրներ կային, լուծվել են հայկական կողմից։ Ռասմուսենը նաև շատ մտահոգված է Ադրբեջանի հռետորաբանությամբ, բայց որևէ փաստ չունի։ Այդ երկիրը պատրաստվում է որևէ ռազմական սադրանքի։ Կրկին ես հույս ունեմ, որ միջազգային հանրությունը իր կողմից փոխանցի Ադրբեջանին ուղերձ, որ որևէ ռազմական գործողություն չի կարող ընդունելի լինել միջազգային հանրության կողմից։ Պաշտոնյան համոզված է, որ Կովկասում խաղաղության հասնելու հնարավորություն կա, այն պետք չէ կորցնել, բայց կոչեր շատ ենք լսել, նշում են հայ լրագրողները, հետաքրքրվում, ինչ կարող են անել օրինակ եվրոպական երկրները կամ խոշոր կառույցները Ադրբեջանին սաստելու համար։
Ես հուսով եմ, որ միջազգային հանրությունը դաս է քաղել ու իր կողմից առավելագույն ճնշումը կգործադրի Ադրբեջանի վրա։ Եվրամիությունը էներգետիկ ոլորտում բավականին սերտ կապեր ունի Ադրբեջանի հետ եւ ես կարծում եմ, որ Եվրամիությունը պետք է արդյունավետ օգտագործի այդ լծակը, որպեսզի Ադրբեջանը խաղաղության պայմանագիր կնքի Հայաստանի հետ։ Ռասմուսեն գլոբալ միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահը չգիտի, թե ինչն է պատճառը, որ Ադրբեջանը ձգձգում է գործընթացը ու փորձում է խուսափել խաղաղության պայմանագիր ստորագրելուց։ Բայց ուսումնասիրել են նաև հայկական խաղաղության խաչմերուկ առաջարկը, ասում է դա նաև Ադրբեջանի շահից է բխում։ Իրականում ես կարծում եմ, որ խաղաղության խաչմերուկ նախաձեռնության իրականացումը բխում է Ադրբեջանի շահերից։ Եկեք մտածենք ավելի գլոբալ հարցերի իրագործման մասին։ Այստեղ խոսքը գնում է ճանապարհների, երկաթգծերի, ազատ անցումների, կապերի զարգացման մասին, բայց նաև խոսք է գնում Հնդկաստանի եւ Եվրոպայի միջև կապի մասին, եւ աշխարհագրորեն Ադրբեջանը կարող է շատ կարեւոր դեր խաղալ։ Ավելին, կարծում եմ, որ համաձայնագրի ստորագրումը բխում է Ադրբեջանի շահերից, որովհետեւ այն կհեշտացնի Ադրբեջանի կապերն աշխարհի հետ։ Եվ ինչ խաղաղություն առանց գերիների վերադարձի։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կարծում է, որ խաղաղություն կնքելու դեպքում Բաքվում գտնվող հայերին պիտի անհապաղ վերադարձնեն։ Բայց ինքը Ռասմուսենն էլ գիտի, մեծ է հավանականությունը, որ Ադրբեջանը կփորձի հետաձգել խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Հայաստանը շարունակում է առաջ մղել խաղաղության օրակարգը։ Լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Հայաստանը պատրաստ է ստորագրություն դնել խաղաղության պայմանագրի տակ ու պատրաստ է տեխնիկական քննարկումներ սկսել օրվա ժամի ու մնացած հարցերը հստակեցնելու համար, նշել է նա։ Արմեն Գրիգորյանի խոսքով Հայաստանի նպատակը խաղաղության համաձայնագրի վերջնականացումն է։ Ադրբեջանի պահվածքը նորություն չի, միշտ էլ երբ որ իրենց պետք է եղել, ապա տեղեկություն են տարածել ու հիմա էլ շարունակում են նույն իրենց նպատակները, գոնե ինչ որ լարվածության օջախ պահեն Հայաստանում եւ դա իրենց հաջողվում է, որովհետեւ հիմա մենք այդ ենք քննարկում, բայց դա խաղաղության օրակարգի մեր պատկերացումների մեջ չի տեղավորվում, դա է խնդիրը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է իշխանական падգամավոր Անդրանիկ Քոչարյանը։ Ադրբեջանն ունի առավելություն եւ նա իր խոսույթը դնում է հաղթողի դիրքերից։ Գուցե տարիների ընթացքում Ադրբեջանի ներկայիս ղեկավարն այնքան է մեջը որ հիմա այս հաղթանակից ուզում է ավելի շատ մեր լարված վիճակն ավելի տևական դարձնել, բայց մենք շարժվում ենք խաղաղության օրակարգով, ասել է նա։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի ժամանակ հանդիպել է Ֆրանսիայի ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեի հետ։ Կողմերը անդրադարձել են հայ-ֆրանսիական հարաբերություններին, միջխորհրդարանական գործակցությանը եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերի։ Ազգային ժողովի նախագահը վերահաստատել է հայկական կողմի վճռական դիրքորոշումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև վերջերս համաձայնեցված խաղաղության համաձայնագիրը ստորագրելու վերաբերյալ, ինչպես նաեւ ֆրանսիացի գործընկերոջ ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում պահվող հայերի խնդրին։ Ոչ միայն տեղյակ ենք արցախցի Տիգրան Ուլուբաբյանի գործից, այլև դրա մասով հատուկ հայտարարություն ենք տարածել։ Լրագրողների հետ զրույցում ասել է Մարդու իրավունքների պաշտպան Մանասյանը։ Ընդհանրապես բռնության դեպքերի մասով ցանկացած ահազանգ ինձ համար շատ մտահոգիչ է եւ պետք է կարողանանք ոչ միայն կանխարգելել այս դեպքերը, այլև պատշաճ քննություն ապահովել։ Մանասյանի խոսքով խոսքը միայն այս դեպքի մասին չէ, քանի որ նմանատիպ մեկ այլ գործի հետ կապված եւս ահազանգ են ստացել։ Ես պահանջելու եմ պատշաճ քննություն իրականացնել, քանի որ միակ գործիքն է, որով հնարավոր կլինի պատժել մեղավորներին, նշել է նա։ 2018 թվականից աղմուկ աղաղակով հարուցված քրեական գործեր կան, որոնք դեռ նախաքննության փուլում են։ Ավելի քան 7 տարի այդ գործերը իրավապահ մարմինների դարակներում են պահվում։ Մեկ էլ մի օր հիշում ենք, ասում ենք այդ քրեական գործը, որ տենց լրատվականների առաջին էջերում էր, բա ինչ եղավ եւ ստանում ենք մի կարճ տեղեկանք, նախաքննությունը շարունակվում է։ Սա կներեք անթույլատրելի է։ Այս հայտարարությունները Փաշինյանն արեց ակնկալելով, որ հակակոռուպցիոն կոմիտեի նորանշանակ նախագահ Արթուր Նահապետյանի կոռուպցիայի դեմ պայքարը շատ ավելի էֆեկտիվ լինի։ Կառավարությունը, պետական բյուջեն, այդ թվում ժողովուրդը հակակոռուպցիոն կոմիտեի վրա ահռելի եւ էական ներդրում է իրականացրել։ Եվ ուզում եմ հիշեցնել նաև, որ առաջին անգամ հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորման ընթացքում էր, երբ որ աշխատավարձերի այդպիսի բարձր մակարդակ սահմանվեց, այն ակնկալիքով, որ կառավարության քաղաքական կամքը հակակոռուպցիոն քաղաքականության եւ պայքարի առումով ինչ որ ավելի ինստիտուցիոնալ կարտահայտվի։ Փաշինյանը փաստում է նման իրավիճակ է նաև քննչական կոմիտեում։ Կամ մեղավորներ, թող մեղավորների նկատմամբ
համապատասխան ընթացակարգը ապահովի։ Համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման առաջին փուլից հետո վերլուծություն կիրականացվի, հասկանալու ինչպես կարելի է համակարգը զարգացնել, որպեսզի այն ոչ թե դառնա ավելորդ բեռ քաղաքացիների համար, այլ ըստ ֆինանսների նախարարի դառնա հնարավորությունների պատուհան։ Նիկոլ Փաշինյանն էլ տեղեկացրեց, որ նոյեմբերի 1-ից կկարողանան լիարժեք ապահովել նույնականացման քարտերի թողարկումը։ Պայմանավորվել են, եթե հանկարծ կլինի դեպք, որ սահմանված ժամկետից մարդը համընդհանուր հայտարարագիր չի լրացնի նույնականացման քարտի համար դիմաց լինելու եւ մեր պատճառով ստացած չլինելու բերումով իր համար ոչ մի նեգատիվ հետևանք ոչ սոցիալական կրեդիտների մասով, ոչ էլ հայտարարագրի լրացրած չլրացրած լինելու մասով չի ծագի։ Իրավական համակարգից անցում մշակութային ոլորտին, այստեղ էլ դժգոհություն ունի Փաշինյանը։ Նա նկատել է, որ թանգարաններում անկախ Հայաստանի Հանրապետության արվեստը շատ քիչ է ներկայացված։ Գրում ենք մեր թանգարաններ, պատկերասրահներ, տեսնում ենք 19-րդ դարավերջի, 20-րդ դարասկզբի, 20-րդ դարի կեսի եւ այլն խորհրդային միություն անկախ Հայաստանը, Հայաստանի Հանրապետության արվեստը մեր թանգարաններում շատ քիչ է ներկայացված, բայց անկախությունից հետո բաց է, վակուում է, չկա էլ ոչ մի բան։ Հայաստանում կայացած չէ նաև մշակութային աճուրդների դաշտը, այն բացասական ազդեցություն ունի ընդհանուր արվեստի շուկայի կայացման գործում։ ԿԳՄՍ-ն առաջարկում է նոր նախագիծ, որով նախատեսվում է ապահովել արվեստի շուկայում նոր տնտեսական մեխանիզմների ներդրումը, ընդհանուր միջավայրի կայացումը։ Այն կնպաստի ժամանակակից արվեստագետների հանրահռչակմանը, արվեստի ստեղծագործությունների արժևորմանը եւ շրջանառության ընդլայնմանը։ Մեխանիզմը, քանի որ վստահ եմ, որ շատ թափանցիկ է լինելու եւ հրապարակային, դա նշանակում է, որ այս էլեկտրոնային հարթակը ամբողջ աշխարհի համար հուսալի մեխանիզմ է դառնում, այսինքն պոտենցիալ պահանջարկը մեր արվեստի գործերի նկատմամբ շատ էականորեն աճում է։ Կառավարությունում համարում են, որ եթե հաջողվի փորձառու եւ հեղինակավոր օպերատոր ներգրավել, Հայաստանի արվեստի շուկան կդառնա համաշխարհային շուկայի մաս, այսինքն հայաստանցի նկարիչների, արվեստագետների գործերը կարող են միջազգային առևտրում ավելի մեծ ներկայություն ունենալ։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ուղերձ է հղել սիրիական պետության ղեկավար Ահմեդ Ալ-Շարային։ Պուտինը հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը զարգացնելու գործնական գործակցությունը Սիրիայի ղեկավարության հետ օրակարգային բոլոր հարցերի շուրջ, ասել է Պեսկովը։ Նրա խոսքով Ռուսաստանի Դաշնության նախագահը աջակցել է Սիրիայի ղեկավարության ջանքերին ուղղված երկրում իրավիճակի արագ կայունացմանը։ Ռուսաստանը խնդիր է տեսնում Ուկրաինայի սահմանադրության մեջ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Կիևը դժվարություններ ունի խաղաղության շուրջ պայմանավորվածությունների հարցում։ Նրանց սահմանադրությունն արգելում է տարածքային ամբողջականության փոփոխության վերաբերյալ որևէ բանակցություն։ Լրագրողների հետ զրույցում ասել է Շոյգուն, նկատի ունենալով, որ Ուկրաինայի որոշ մարզեր Ռուսաստանի Դաշնությունը ներառել է իր կազմում։ Ըստ Շոյգուի պայմանավորվածությունների հասնելու համար այս բոլոր խնդիրները պետք է լուծվեն։ Դոնալդ Թրամփը ցույց է տվել, ինչ կպատահի, եթե սեղմի սպիտակ տան աշխատասենյակի գրասեղանին գտնվող կարմիր կոճակը։ Ամերիկացի առաջնորդի խոսքով կոճակն անհրաժեշտ է դիետիկ Coca-Cola պատվիրելու, այլ ոչ թե միջուկային զենք գործարկելու համար։ Բոլորը կարծում են, որ դա միջուկային հարվածի համար է։ Շատերն ասում են, որ եթե ես սեղմեմ այն, ապա աշխարհի վերջը կլինի, բայց դա դիետիկ Coca-Cola պատվիրելու համար է։ Fox News-ի լրագրողին ասել է ԱՄՆ նախագահը։ Թրամփն այս կոճակն օգտագործում է դեռ նախագահության առաջին ժամկետի ընթացքում, սակայն Ջո Բայդենն իշխանության գալուց հետո հեռացրել էր կոճակը աշխատասենյակից։ Թրամփը վերընտրվելուց հետո վերադարձրել է Coca-Cola պատվիրելու համար կարմիր կոճակը։ Ռուբեն Վարդանյան Դոն Կիխոտն ու վիշապները, այսպես է վերնագրված Արցախի նախկին պետնախարար Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանի մասին պատմող նոր գիրքը։ Առաջին անգամ ներկայացվող փաստեր, նորահայտ վկայություններ եւ փաստաթղթեր կան գրքում։ Հեղինակը ներկայացրել է նաեւ հայկական աշխարհի ապագայի վերաբերյալ Վարդանյանի հայացքների էվոլյուցիան։ Զրույցում նա ասել է, վստահ չէ, թե Ռուբենին դուր կգա իր մասին գիրք գրելը, բայց հիմա առավել կարևոր է, որ մտածող մարդիկ հնարավորություն ունեն նորովի բացահայտել Ռուբեն Վարդանյանին։ Մարդիկ ընթերցելուց այդ դինամիկան կտեսնեն, որովհետև օրինակ 2013 թվականին, երբ մենք սկսեցինք իր հետ աշխատել, առհասարակ օրինակ հայկական աշխարհի ապագայի վերաբերյալ այդպիսի գլոբալ գաղափարներ ինքը չէր քննարկում։ Կարծում եմ, որ Ջրբաժանը կամ Ռուբիկոնի 2016 թվականի ապրիլյան պատերազմն էր, որից հետո ինքը արդեն սկսեց բաց խոսել այն մասին, որ մենք այսպես այլևս չենք կարող շարունակել եւ պետք է շատ բան փոխենք, որպեսզի կարողանանք դիմակայել այն
ռիսկերին, որոնք կան։ Ուստի ես կարծում եմ, որ մարդիկ փոխվող Ռուբեն Վարդանյան կտեսնեն գրքում, մարդ, որը այսպես մեկ տեղում չի մնացել եւ անընդհատ մտորել է եւ այդ մտորումները իրեն եւս փոփոխել են։ Հայաստանը զբաղեցրել է 87-րդ տեղը աշխարհի ամենաերջանիկ երկրների վարկանիշում, որն ամեն տարի ներկայացնում է ՄԱԿ-ի կայուն զարգացման լուծումների բաժինը։ Այս տարի մեր երկիրը World Happiness Report-ում տարածաշրջանի երկրների շարքում առաջատար է, սակայն նախորդ տարվա համեմատ մի քանի կետով զիջել է դիրքերը։ Նախորդ տարի եւս Հայաստանը տարածաշրջանի ամենաերջանիկ երկիրն էր։ Վարկանիշը կազմելիս հաշվի են առնվում տարբեր չափանիշներ։ Ըստ վարկանիշի ամենաերջանիկ երկիրն է Ֆինլանդիան, որն այս հորիզոնականից չի իջնում 2017 թվականից։ Նրան հաջորդում են Դանիան, Իսլանդիան, Շվեդիան եւ Նիդերլանդները։ Ամենաերջանիկ երկրների տասնյակում են նաեւ Կոստարիկան, Նորվեգիան, Իսրայելը, Լյուքսեմբուրգը եւ Մեքսիկան։ Ոստիկանությունում ծառայության անցնելու համար սահմանված վերին տարիքային սահմանափակումը կհանվի։ Գործող օրենքով 35 տարին լրացած անձինք չեն կարող անցնել ծառայության։ Նոր օրենքով ոստիկանությունում ծառայության կանցնեն 18 տարին լրացած Հայաստանի այն քաղաքացիները, որոնք տիրապետում են հայերենին, իրենց անձնական գործնական հատկանիշներով, կրթությամբ, ֆիզիկական պատրաստակամությամբ եւ առողջական վիճակով կարող են կատարել ոստիկանության գործառույթները։ Արական սեռի դիմորդների դեպքում կպահպանվի պարտադիր զինվորական ծառայության անցած լինելու պահանջը։ Ներքին գործերի նախարարությունում ընդհանուր վարձատրության չափը օրինակ միջին խմբի պաշտոնում նշանակվելու, լեյտենանտ կոչում ստանալու եւ գերազանց ատեստավորվելու դեպքում կկազմի շուրջ 500,000 դրամ։ Մարտի 20-ին մերկասառույցի պատճառով վթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ 43-ամյա Գարիկը տորֆով բարձած բեռնատարով հարթավան եղվարժ ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու կողաշրջվել։ Օպերատիվորեն ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի բարեկները։ Վարորդը եղել է սթափ։ Վարորդը եւ ոչ միայն վարորդը, այլև դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ ճանապարհն ամբողջությամբ եղել է մերկասառույց, հիմա բաց է, սակայն վթարի պահին ամբողջությամբ մերկասառույց է եղել ու եղանակը երևի մի քիչ տաքացել է, դրա համար ճանապարհը թվում է սառած չի եղել։ Մարտի 19-ին Մերսեդեսը Երևան-Սևան ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց ու բախվելով քարերին, մի քանի պտույտ շրջվելով հայտնվել ձորում քարերի վրա։ Վարորդին ու ուղևորին առաջին օգնության են հասել քաղաքացիները։ Օպերատիվորեն ժամանած Աբովյան բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկներն ու ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի բարեկները։ Նրանք տեղափոխվել են Հրացու անվան առաջին համալսարանական հիվանդանոց։ Օպերատիվ են գործել փրկարարծառայության Աբովյանի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները։ Ի դեպ վարորդն ու ուղևորը փրկվել են ամրագոտու շնորհիվ։ Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով քաղաքացիների օգնությամբ եւ Աբովյանի հրշեջ փրկարարների եւ Կոտայքի մարզի գումարտակի բարեկների օգնությամբ դուրս են բերվել եւ մոտեցվել են վիրավորները շտապօգնության ավտոմեքենաներին եւ բժիշկները Աբովյան բժշկական կենտրոնի մինչեւ հիվանդանոց տեղափոխելով վիրավորներին տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ Մարտի 19-ի 36-ամյա Հարությունն էլ Volkswagen ID6-ով Երևան-Գյումրի ճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում շրջվել է։ 3 հոգի աշտարակ բժշկական կենտրոն են դիմել, սակայն հրաժարվել են մնալ այնտեղ։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի առաջին վաշտի բարեկները։ Վարորդը եղել է սթափ։